Սիրելի հայրենակիցներ, այս ընտրություններն առաջի անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի վարչապետը այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Այսօր Հայաստանը ղեկավարում է մի վարչապետ, որը չունի ժողովրդի հստակ եւ ուժեղ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը կիրառեց իշխանական ռեսուրսի գրեթե բոլոր այն մեթոդները, որոնք բնորոշ են ոչ ժողովրդավարական վարչակարգերին, սակայն նույնիսկ այդ պայմաններում չկարողացավ ստանալ ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Նա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթույլ վարչապետն է։ Սա հայ ժողովրդի համարձակության եւ փոփոխության կամքի ամենավառ ապացույցն է։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք չվախեցան, չերկմտեցին եւ կանգնեցին փոփոխության կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում ուժեղ Հայաստան դաշինքի բոլոր անդամներին, որոնք շարունակեցին պայքարը նույնիսկ այն պայմաններում, երբ իրենց գործընկերներից շատերը քաղաքական հետապնդումների ենթարկվեցին, միայն այն պատճառով, որ պայքարել էին ուժեղ Հայաստան ունենալու համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր աջակիցներին, որոնցից շատերը բացահայտ կանգնեցին մեր կողքին, անգամ վտանգելով իրենց աշխատանքն ու ապագան։ Յուրաքանչյուր քաղաքացու, որը քվեարկեց ազատ եւ արդար ընտրությունների, օրենքի գերակայության եւ Հայաստանի արժանապատիվ ապագայի համար։ Այս ընտրություններից հետո մեկ բան ակնհայտ է. Հայաստանի ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության դեմ։ Հայաստանի ժողովուրդը մերժել է եկեղեցու դեմ տարվող պայքարը եւ ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը։ Հայաստանի ժողովուրդը մերժել է սահմանադրությունը փոփոխելու եւ ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։ Հայաստանի ժողովուրդը մերժել է այն տնտեսական քաղաքականությունը, որը նվազեցնում է մարդկանց կենսամակարդակը։ Եթե Հայաստանը երկուսակցական համակարգ ունենար, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում, ապա այս ընտրություններում հաղթողն ակնհայտ էր։ Չնայած վարչական ճնշումներին, ընտրախախտումներին, ուժեղ Հայաստանի դեմ իրականացրած քաղաքական հետապնդումներին, Փաշինյանը չկարողացավ ստանալ հաշվարկված ձայների մեծամասնությունը։ Նա չկարողացավ իրականացնել իր գլխավոր քաղաքական նպատակը՝ սահմանադրական մեծամասնության ապահովումը։ Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ քաղաքացիական պայմանագրի իրական աջակցությունը զգալիորեն ավելի ցածր էր, քան պաշտոնապես հրապարակված թվերը։ Նույնիսկ քվեարկության օրը պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրվել են ճնշումներ, իսկ բազմաթիվ փաստեր են հրապարակվել զինծառայողների մասնակցությամբ ընտրական գործընթացի ավարտից հետո։ Եթե ընտրություններ լինեին իրապես ազատ, անկախ եւ մրցակցային, Հայաստանի այսօրվա առաջնորդը լինելու էր Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ավելի քան 1 տարի անցկացրեց կալանքի տակ, սակայն նույնիսկ այդ պայմաններում կարողացավ կանխել Նիկոլ Փաշինյանի սահմանադրական մեծամասնություն ձևավորելու գործընթացը։ Նման օրինակ դժվար է գտնել աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում։ Նա կարող էր ընտրել անձնական ազատությունը, եթե հրաժարվեր պայքարից, սակայն նա ընտրեց պայքարել Հայաստանի, հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի ազգային շահերի համար։ Մենք խոստացել էինք ժողովրդին հաղթանակ, եւ այդ հաղթանակը մենք բերելու ենք։ Ընդամենը 4 ամսում Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ստեղծվեց Հայաստանի ամենաուժեղ ընդդիմադիր քաղաքական ուժը։ Ուժեղ Հայաստանը Հայաստանի պատմության ամենաուժեղ ընդդիմությունն է։ Մենք թուլացրինք գործող իշխանության դիրքերը։ Մենք փակեցինք այն ճանապարհը, որով Փաշինյանը ցանկանում էր ստանալ սահմանադրական մեծամասնություն եւ իրականացնել իր քաղաքական ծրագրերը։ Եվ այսպես, այսօր մենք ուզում ենք հայտարարել մի բան. ազգային ժողով գնալու թե չգնալու մասին։ Որոշումը ընդունելուց առաջ մենք քննարկել ենք 2 սցենար։ Առաջինը գնում ենք ազգային ժողով եւ դրանով օրենսդիրում ունենում ենք ներկայացվածություն, երկրորդը չենք գնում ազգային ժողով եւ չենք ունենում ներկայացվածություն։ Նայեցինք տարբերակ փողոցային պայքարի։ Եթե փողոցում հայտնվում էր 70-80 հազար մարդ, ապա այդ պարագայում մենք ազգային ժողովում չէինք ունենում գրեթե մեկ падգամավոր,
որը կքվեարկեր մեր բերվող փոփոխության օգտին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ընդդիմության ձայների համեմատության տարբերությունը այնքան շատ էր, որ գործնականում անհնար էր հասնել օրենսդիրի միջոցով իշխանափոխության փողոցային պայքարի արդյունքում։ Եթե գնում ենք օրենսդիր եւ չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային պրոցեսների միջոցով իշխանական падգամավորներին բերել այն կարծիքի, որ պետք է փոփոխություն։ Այդ իսկ պատճառով մենք եկանք մի կարևոր եզրանկման, որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար եւ ազգային ժողովում օրենսդրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր եւ վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության եւ օրենսդրի եւ փողոցի համակցության արդյունքում մենք կունենանք լեգիտիմ եւ խաղաղ փոփոխություն։ Այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաեւ։ Հիշեցնեմ, որ ուժեղ Հայաստանը եւ ընդհանրապես ընդդիմությունը այսօր պատմականորեն ամենաշատ ձայներն է ստացել Փաշինյանական իշխանության ժամանակահատվածում։ Հայաստանում իրական ընդդիմադիր դաշտում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ վերջին ժամանակներում ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժը ուժեղ Հայաստանն է։ Եվ սա ապացուցում է մի բան, որ մեր հայրենակիցները վստահեցին մեզ, իսկ մենք երբեք չենք հիասթափեցնի մեր հայրենակիցներին։ Անկամ եթե երբեմն մեր քայլերի մեջ մեր հայրենակիցները տեսնեն զգուշություն, վստահ եղեք, որ այդ զգուշությունը հուսախաբ չանելու համար է։ Ուզում եմ հատուկ նշել, որ մանդատների վերցնելը չի նշանակում ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացված է ավելի շատ ներկայացուցիչներով, քան պետք է լիներ, եթե լինեին օրինական եւ արդար ընտրություններ։ Մենք չենք ճանաչում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացվածության թվաքանակը, ներկայացվածությունը ազգային ժողովում այս կազմով։ Սա ընտրախախտումների հետևանք է եւ ուզում եմ մեր հայրենակիցներին վստահեցնել, որ մեր սկսած գործը մենք ավարտին ենք հասցնելու։ Մեր ճանապարհային քարտեզը պարզ է։ Փաշինյանը առաջի անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Նա կորցրեց սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորությունը։ Մենք կսկսենք մասնակցել համայնքային ընտրություններում եւ կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը։ Ինչու է պետք համայնքային ընտրությունների մեր մասնակցությունը, որովհետև այս ամբողջ process-ների ժամանակ ընտրախախտումների մեջ նշանակալի դեր ունի համայնքներում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեղային ներկայացուցիչների վարքագիծը եւ ճնշումները։ Մենք պետք է կտրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին իրենց արդար որոշման համար։ Սա կբերի շատ ավելի դրական լուծումների հետագայի process-ների ժամանակ, արտահերթ եւ հերթական ընտրությունների ժամանակ։ Մենք նաեւ կսկսենք պայքարել
բոլոր այն ուղղություններով, որոնք կօգնեն մեզ սահմանափակել քաղաքացիական պայմանագրի իշխանությունը, որպիսի այդ գործիքակազմերը, որոնք նրանք ունեին այս ընտրության ժամանակ ընտրակեղծի կատարելու, չօգտագործեն այլևս։ Երկարաժամկետ առումով մեր երկիրը ունի մեծ մարտահրավերներ, եւ այս մարտահրավերներին դեմ կանգնելու համար մեզ պետք է փոխել այսօրվա իշխանությունը։ Մեր սկսած գործը մենք հասցնելու ենք ավարտին։